ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխությունը Ռուսաստանի մասին, կամ օրինակ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը երևի ճիշտ է այսպես ձևակերպել, նա ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու, նա ասել է, որ կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Վլադիմիր Պուտինին ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ Պուտինը ունեցել է, իսկ ինքը մոտ 200 հեռախոսազրույց է ունեցել, այսինքն ընդդիմությունը մեղադրում է, որ նա Ռուսաստանի դեմ քայլեր ու հայտարարություններ է անում, բայց Փաշինյանն ասում է, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Դուք ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը։ Դուք լրագրող եք։ Մայիսի վերջին պետք է Ճիշտ է, դուք լրագրող եք։ Վստահ եմ, որ դուք հետևում եք process-ներին։ Եվ ձեզ ուղղակի միգուցե հուշեմ, միգուցե ուղղակի հիշեցնեմ, ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Մի 2-3 օր գրոհում է Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններով է հիբրիդային պատերազմ, ինչ ասես որ չեն ասում։ Հետո երրորդ օրը, հաջորդ 2 օր ասում են մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է եւ այլ։ Հետո էլ ինչ որ մի ռուբիլնիկա մի անում, հետո եւս 3 օր գրոհում են ամբողջ թիմով Ռուսաստանի վրա։ Հիմա ինչի համար են անում։ Ես չգիտեմ։ Դուք ուզում եք որ ես ինչ որ հիմարությունների բացատրություն տամ։ Հարցրեք հեղինակին, թե ինչի են 3 օրը հակառուսական հայտարարություններ, ոնց որ բզեն, հետո 2 օր, չէ, մենք լավ ենք, մենք պայմանավորում ենք եւ այլ, հետո եւս այդ ցիկլի մեջ։ Դուք կապ տեսնում եք Ռուսաստանի ղեկավար այսպես մարմինների, այսինքն Բարսեղյան Պաշտոնյաների հայտարարությունների, որ ԵԱՏՄ-ի ու Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկեն։ Դուք տեսնում եք կապ այդ վերջին օրերի ավելի կոշտ հայտարարությունների ու Նիկոլ Փաշինյանի այս խոստովանության միջև։ Վարշապետը այսօրվա անում է ամեն ինչ, որ մեր երկրի գլխին մի նոր փորձանք բերի ԵԱՏՄ-ի հետ կապված։ Իրեն ասում են, որ անհամատեղելի է։ Մեկը ասում են, չէ, անհամատեղելի է, բայց դուք սենց զապասկա եք, մենք երբ ուզենք դուրս կգանք, բայց հիմա մենք այդ ամենից օգտվում ենք։ Եթե նման բան, որը մեկը ասի Միացյալ Նահանգների նկատմամբ, դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ կլինի։ Օրինակ մեկը Տրամպին ասի, գիտես, հիմա քո հետ շփվում ենք, այնքանով ինչքան որ պետք է։ Վաղը որ որոշենք, որ դու մեզ պետք չես, մենք քեզ կոպիտ ասած գցելու ենք։ Հետևանքները կարող եք պատկերացնել։ Հիմա Ռուսաստանը հսկա երկիր է, մեծ ամբիցիաներ է։ Երևի աշխարհի հզոր երկրների երրորդն է իր պոտենցիալով։ Ռազմական պոտենցիալով երևի առաջի երկրորդ, տնտեսական պոտենցիալով երրորդ։ Կարելի է նման կարգի հարաբերություններ կառուցել նման ոչի մեջ Ռուսաստանի հետ։ Եթե դու մտածում ես Հայաստանի մասին։ Եթե չես մտածում, որ ինչ որ տեղից քեզ բրդում են եւ դու պետք է դուր գաս ինչ որ մինտեղ, հետո փորձես սվաղես այդ ամեն ինչը Ռուսաստանի հետ, հետո էլի դուր գաս 2-3 օր ասած ատրաբոտկա անես կոպիտ ասած, այլ խնդիրներ չի կարող։ Վերջը այդ գինը տալու է մեր ժողովուրդը։ Ինձ թվում է հերիք, ինձ թվում է բոլ։ Կապված երևի ասել եք, բայց տրիփի հետ կապված օրինակ ինչպեսին է ձեր մոտեցումը։ Լավ, դուք որպես հայ, որպես Հայաստանի բնակիչ, դուք ո՞նց եք պատկերացնում Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերության։ Դա նորմալ է համարում։ Իրանը դա ո՞նց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Սենց մարդկային առումով։ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հայաստանի կառավարությունը, եթե սկսեմ սենց թվարկել, թե ինչերի մեջ է վստահած, որ Շուշի ու Հադրութ հետաբերելու Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է եւ այլ։ Ինչն է վստահեցնում։ Դուք տրամաբանված փորձեք ինքներդ գնահատել, ասենց նայեք, ասեք, պատերազմի մեջ գտնվող երկրներ եւ հայ-իրանական սահմանը դու հանձնում ես ամերիկացիների։ Իրանը դա ո՞նց պիտի ընդունի։ Դուք ինչպես եք դա պատկերացնում Ռուսաստանի ներգրավմամբ, Չինաստանի։ Ես բազմիցս ասել եմ, պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի։ Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք
ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Պարոն Քոչարյան, եթե այդ պետություններին հնարավոր լինի ներգրավել, իշխանությունը կներգրավի։ Չի ուզում եմ ասել հնարավոր է ներգրավել, չեն ներգրավում եւ դուք Չեն զբաղվում ընդհանրապես։ Հարցը չեն էլ դրել։ Դուք Ռուսաստան, Չինաստան նկատում եք։ Այո, օրինակ Ռուսաստան, օրինակ Չինաստան, իսկ քիչ կարելի Չինաստանը։ Չինաստանը։ Հիմա ոչ թե չեն զբաղվում։ Չեն էլ ուզում զբաղվել։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր է։ Հիմա եթե գնաք դուք քաղաքացի եք, գնաք ճիշտ քվեարկեք, ընտրեք մի իշխանություն, որը պատրաստ է ջանք գործադրել այդ նպատակին հասնելու համար, ես ձեզ երաշխավորում եմ այդ ֆորմատը կփոխենք։ Դրա համար ասում եմ երկու տարբերակ, մեկը Հայաստանը ինքը դա ստեղծում է, ինքը վերականգնում է այդ ամենը, ասում է այդ հնարավորությունը ես տալիս եմ, կամ փորձում է ներգրավել այլ պետություններ։ Ամենից հեշտ բանը դա լինելու։ Ժամանակին հաջողվել է, չէ՞, ունենալ ֆորմատ Մինսկի խմբի, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Աշխատել է այդ ֆորմատը, աշխատել է։ Ով է հրաժարվել այդ ֆորմատից։ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն հնարավոր է։